Ես երեք չեմ ծնվել, ու ապրածս կյանքը ինձ թույլ է տալիս մտածելու, որ ես պատմության մեջ ինչ-որ բան ինչ։ Որոշումը քոնն է։ Արա ինչպես կուզես։ Բայց իմացիր, դու դրանով Լեոյին մեծ ցավ ես պատճառում։ Դու գիտես քեզ ինչքան եմ սիրում, որ երբեք չեմ ուզենա, որ ոտքդ քարին դիպչի, բայց ուզում եմ դու էլ հասկանաս, որ չեմ ուզում, որ Լեոյի ոտքն էլ քարին դիպչի։ Նորից եմ հարցնում քեզ, եթե Լեոյին վտանգ է սպառնում, ինձ ասա, ու էլ երբեք քեզ չեմ անհանգստացնի։ Մենք տարբեր իրականությունների մեջ ենք ապրում, ու մենք չենք կարող իրար հետ կապ ունենանք։ Ես այնքան չեմ սիրում, որ գնամ այդ զոհողությանը։ Ուրեմն ներիր ինձ, ես քո հարցում սխալվել եմ։ Ներիր ինձ, որ նաև խանգարեցի քեզ։ Ինչ այստեղ կատարվում։ Լեա, ինչ այստեղ կատարվում։ Եկել էի երեխու հետ խոսայի, որ այդ քո ասած ինչ է այստեղ կատարվումի պատասխանը հասկանամ, ստանամ։ Հասկացա, ստացա։ Պարզվեց, աղջիկդ Լեոյին այնքան շատ չի սիրել, որ մեր իրականության մեջ կարողանա ապրել։ Նախ իմ աղջիկը ձեր իրականության հետ ընդհանրապես կապ պիտի չունենա։ Եվ հետո ընդհանրապես իմ աղջկան մոտ չգաք։ Մեր իրականությունը սիրո մասին է։ Ընտանիքի մասին է, Աստծո մասին է։ Շատ եմ ցավում, որ աղջիկդ երբեք այդ իրականության մեջ չի ապրելու։ Ուրեմն, այսուհետ Լեոյի մասին մոռանում եք։ Դու էր ասում, չէ՞։ Աղջկանիցս հեռու մնացեք, հիմա ես եմ ասում, աղջկատ հեռու պահի։ Աղջկատ հեռու պահի։ Ուզում էր Լեոյին հանդիպեի, չէ՞։ Ստացար պատասխանը։ Աղջկատ հեռու պահի։ Ես ամեն քայլափոխին ես մարդկանց խաբում եմ։ Նախ դու այդ մարդկանց պիտի ամեն քայլից չտեսնես, որ մի հատ էլ խաբելու առիթ ունենաս։ Քեզ ասել է իմ մասին մոռանաս։ Ինչ ես նորից եկել։ Այ երբ դու երեխա կունենաս, կփորձես մոռանաս երեխուդ։ Տեսնենք կստացվի։
Հայրը աղջկա հետ չի կարա սենց վարվի։ Գոնե իմ մոտ մի ասա տենց բաներ։ Ամոթա։ Հիմա գնաս տեղից, թե չէ իրոք մի օր համբերությունս կհատի ու ամբողջ ճշմարտությունը կպատմեմ։ Դե դրանով ինձ մի վախացրա։ Դրանից մենակ ես չեմ տուժելու։ Դրանով մենակ ինձ չեն ատելու։ Դու սարսափելի մարդ ես։ Իհարկե։ Այնքան սարսափելի, որ քեզ քո կյանքի մեծագույն սխալից հետ պահեցի։ Ոչինչ։ Մի օր կմեծանաս ու կհասկանաս, թե ինչ եմ արել քո համար։ Նախ սկսամ այնտեղից, որ Լեոնեն մարդը չի, ում համար կարելի էր աշխարհը շուռ տալ։ Լեոն այնքան կյանք չի ապրել, որ հասկանա այս աշխարհի գինը։ Նա չգիտի այդ։ Նա ոչ էլ քո գինը գիտի։ Ոչինչ։ Հələ կմեծանաս։ Դուրս առ ստեղից։ Մստիլը պլանում եք խոսալու։ Կգնաս հրամաններդ այդ Դե նստի մի երկարացրե։ Գրիշ, գնա ստեղից։ Չեմ ուզում ընդհանրապես բառ փոխանակեմ հետդ։ Չեմ ուզում առհասարակ դեմքդ տեսնեմ։ Այս աշխարհում գոյություն չունի մեկը, ով կարա ինձ ստորացնի, արժե զրկի։ Այդ կողքիդ երևույթներն էլ մտածում են ես տենց անինքնասեր եմ, չէ՞։ Վերջին անգամ եմ ասում նստի բան ունեմ հետդ խոսալու է։ Ասա, մի րոպե ժամանակ ունես։ Այդ յանի խեիր շորերը ուղարկել ռեստորան, յանի դրանով ինչ էիր ուզում ասեիր, որ թքած ունեմ նյութականի վրա, ու առհասարակ ինձ դրանով երբեք չեք կարա առնեք։ Լսի մանան։ Հետս տենց չխոսաս, Գրիշ։ Լսի ոնց որ շատ հանդուրժեցի քեզ, գիտես։ Հետդ չվարվեցի ինձ ոնց որ պատի վարվեի, դու դրանից ոգևորվար, էլի։ Ուզում հասկանամ, էլ ինչ պիտի անեիր։ Բացահայտ ինձ դավաճանում ես, տրորում ես անցնում առաջ, դրանից ավել, ինչ պիտի անեիր։ Ում պատճառով ասես ինձ նեղացնում ու վիրավորում ես։ Ձերոնք էլ այդ ամեն ինչը տեսնելով փոխանակ քեզ ուշքի բերեն, իրանք էլ են նույնն անում։ Այդքանից հետո ինչ էիր ինձնից ակնկալում։ Մի օր արթնանում ես հետս նենց ես շփվում, ինձ երանի եմ տալիս, որ կինդ եմ։ 2 րոպե հետո դառնում ես անճանաչելի։ Նենց տպավորությունա, որ ինձ բերել եք, որ ամբողջ ընտանիքով վիրավորեք ու ինքնահաստատվեք։ Թույլ չեմ տա, Գրիշ։ Լսի մանան։ Ուրեմն ուշադիր լսի ու իմացի, մեր տունը ոչ մի հոգի չկա, որ ինքնահաստատման կարիք ունի, հասկացար։ Այդ մենակ դու ես քո դեբիլ քայլերով փորձում ինքնահաստատված լինես։ Յանին ես դու ես որ կաս, էլի։ Տենց էլ կա։ Մեջդ մի գրամ ուժ գտնեիր, կարողանայիր ընտանիքդ պահեիր, ոչ թե ընկնեիր սրա նրա գիրկը, հետո էլ քեզ վաց զգայիր, թե ինչի կինդ մի կողմ դրեց ամեն ինչ ու գնաց։ Հարգելի դերասաններ, խնդրում եմ բոլորդ բեմ եկեք։ Ալո։ Դուք ինձ ոնց որ թե խաբեցիք, երկար խոսեցիք ու ես ոչ մի բան չհասցրեցի խոսամ, Վովասել եկավ։ Դե որ տենց օրը հանդիպենք։ Լավ։ Գնաց են աննորմալը։ Հա։ Բա դու ուր էիր։
Հիմա քեզ բան եմ ասելու, բայց խնդրում եմ հիմարի պես չգորգորաս։ Ասա ինչ ա եղել։ Լեայի տուն էի գնացել։ Պապի ինչ ես տենց բան արել։ Ես խնդրեցի, չէ, հիմարի պես չգորգորալ։ Հասցեն որտեղից ես իմացել։ Կարևոր չի։ Նարենա չէ հաստատ ասել։ Չէ։ Հա բա, ես էլ հավատացի։ Պապի ջան, ինչի ես տենց բան արել։ Են հունանից հազիվ եմ պրծել։ Դու հիմա պետքա ամեն օր գնաս Լեային տեսնես։ Ես պիտի իմանայի ինչ է եղել։ Իմացար։ Էդե ապրես։ Քեզ բան եմ ասում։ Այդ աղջկանից հեռու կմնաս։ Երդվում եմ ամենավերջին մարդն էր, որ կուզենայի այսօր տեսնեի։ Վերջացրիր հոպարի աշխարհ։ Դե իմը խելոք նստի ավտոր հետդ խոսալու բառնում ու կարևոր։ Ինչ։ Մանան հետդ շատ կարևոր խոսալու բառնում, շատ կարևոր։ Իսկ ավելի հետաքրքիր տեղ չկար հանդիպման համար։ Ժամանակ չկար ուղղակի։ Ժամանակ չկա, հասկացա, բայց կարամ շատ կարճ ժամանակահատվածում ինչ-որ հետաքրքիր բան մտածեմ։ Չէ, լավ է, պետք չի։ Ինչի։ Հոգնած ես։ Չէ, հոգնած չեմ։ Իսկ ինչի ենք այգում էջտեղում։ Կանչել եմ մի հատ բան ասեմ։ Իրականում շատ լավ էր ամեն ինչ, շատ լավ ստացվում էր, բայց հերիք է էլի այսքանով վերջացնենք մեր սիրավեպը, սիրելիս։ Ավելի հետաքրքիր ձևով չէիր կարող հրաժեշտ տալ։ Հա դու չէիր ասում ազատ մարդ ես, ինչ ուզում անում ես, այնա ինչ ուզում էինք անում էինք, հիմա էլ վերջ էլի։ Էլի եմ ասում, ազատ մարդ եմ, բայց ընկած ու կորած մարդ չեմ, որ այս ձևով ինձ հրաժեշտ տաս։ Ու ինչ կարևոր բան ունես ինձ ասելու։ Ուրեմն լսի մանուշակ, քանի որ ես ու դու իրար շատ նման ենք։ Ինչ էլ վստահ հայտարարություններ ես անում։ Դե դու հիմա այդքանը չես կարա հասկանաս, որովհետև պստիկ ես, բայց կգա ժամանակը կհամոզվես, որ հոպարը ճիշտ էր։ Ինձ պահել ես, որ էդ ասես։ Ուրեմն լսի, մենք միասին պետք է կռիվ տանք։ Չէ լուրջ։ Հա, շատ լուրջ։ Դու պիտի դառնաս Մակոսների ընտանիքի Սարգսյանների ականջը։ Չհասկացա։ Լսի այդ ում տեղն ես ինձ դրել։ Ես կամակատար չեմ։ Լսի կարաս մի հատ միջև վերջ լսես այ լաչառ։ Լսի քո նման 10 կամակատար կպահեմ, բայց ես նույն բանը չեմ անի։ Ինձ ոնց որ քո հետ ես խառնել։ Չապատնի անցի այ անդաստիրակ հոպարը տե։ Չնայած մի ժամանակ դու էիր մակունցների փեսան ու ոնց հասկանում եմ իրենց կամակատարը։ Ինչի ոչ մի բան չարեցիր Սարգսյանների համար։ Չնայած այդ ամբողջ ընթացքում դու սկի Սարգսյանների մասին չես էլ հիշել։ Հələ սրան նայ է։ Լեզվի տակ փուշ չկա։ Հորս գործը ինչ է, որ դու սենց անդաստիրակ ես մեծացել։ Լսի կանգնի ստեղ միտեղ։ Դե քո լեզուն որ ես ելնի, մարդդ էլ պետք է փողոցներում ուրիշների հետ քարժ գա, էլի։ Կանգնի ասում եմ։ Նևրոզը տալի գլուխ է բարձրացրել։ Երեխեքի ծառոնց կարող նևրոզը գլուխ չի բարձրացնի։ Հետաքրքիր մարդիկ եք դուք տղամարդիկ։ Եթե երեխեքը լավ արարք են անում, սեփականաշնորհում եք, եթե վատ, ուրեմն մայրերինն են։ Իսկ գիտեի, որ աղջիկը թե հանդիպում ա այդ Լեոյի հետ։ Հնարավոր չի։ Ես Լեային լավ եմ ճանաչում, ինքը կամաչի։ Ասեմ ավելին։ Լեոյի պապի հետ էլ է հանդիպում։ Ինչ ես խոսում չեմ հասկանում, ինչ ես ընդ խառը ունի արթային։
Չնայած դու միշտ ես սենց։ Այսօր այդ Լեոյի պապին տեսել եմ Լեայի տանը։ Ինչ էր անում Լեոյի պապը Լեայի տանը։ Չնայած ինչի եմ զարմանում։ Երևի թորը տանջվում է, եկել է համոզի, որ միանան։ Չէ։ Հակառակը։ Շատ ուղիղ իմ ներկայությամբ ասաց, որ մեր աղջիկը հեռու մնա իր թորից։ Բայց եթե Լեան ու Լեոն չեն հանդիպում։ Քիչ-քիչ սկսում ես հասկանալ։ Ես միայն մի բան եմ հասկանում, որ մեր երեխան տանջվում է ու ես ինձ չեմ կարողանում ներել։ Հնարավոր չէ, որ ես ուրախությունից ցնծում եմ։ Հիմա տենց հաստատվել։ Դու ինչ էիր անում Լեայի տանը։ Ուզում էի հասկանալ բարկությունը թողել է, թե մարտական է տրամադրված։ Կգա տուն, թե չէ։ Թե առանձին ապրելը շատ ավելի լավ է, հատկապես հյուր ընդունելու պարագայում։ Գոնե քեզ մեղավոր մարդուն համաժեք պահի, որ մարդկանց հունից չհանես։ Ինա ես սովոր եմ, որ դու անդադար իմ կողքին ես կանգնած։ Հիմա հակառակը մի արա, որ ես ինձ մենակ չզգամ։ Դու քեզ հետևի, որ նևրոզը չխորանա։ Թե չէ բոլորիս համար վատ կլինի։ Դու ինչի իջար։ Այսինքն, բա հոպարը չգա տեն էնում աղբոր աղջկան են օրը ցերեկով դավաճանում։ Լսի արի դու բարի դրսևորվի կամ մնա մեքենայի մեջ կամ ավելավակ շի գնա էլի։ Արա ես այս բարության խորհրդանիշն եմ, ցավը տանը, քո ազիզ խաթր մանուշակս։ Այստեղ ես կսպասեմ, բայց Աստված չանի էդի քեզ նեղացնի, վիզը վրից գալու եմ թռցնեմ։ Ես ճակատագիրը Սարգսյանների ճակատագիրը։ Բարև ձեզ։ Ես Գրիշիկինն եմ։ Ես Մաշան եմ։ Դու ինչ ես անում ստեղ։ Կամ սրա հետ ինչ գործ ունես խես սրա ավտոյով։ Մենք արդեն հեռախոսով շփվել ենք։ Հա ու բավականին վատ հեռախոսազրույց ենք ունեցել։ Կարող եմ չէ խլել ձեր թանկ ժամանակից ու ամուսնուս շատ կարճ ժամանակով գողանալ։ Խոստանում եմ անվնաս վերադարձնել։ Պապի, հիմա դու չպետք է Լեոյին ասեիր, որ տեսել ես Լեային։ Ճիշտ, մի քիչ պրպրեց, բայց այդ բային ինձ դա չէր ուզում։ Ես պետք է ճշտեի Լիայի դիրքորոշումը։ Իսկ ինչի պարզ չէր։ Չէ, որովհետև Լիայի մասին ես բոլորովին ուրիշ կարծիք ունեի։ Հա։ Խոսալուց հետ հասկանում եմ, որ կարծիքդ փոխել ես արդեն։ Այո, ցավոք, հատկապես երբ հայրը եկավ նրան այցելության։ Ինչ ես մտածում, եթե հայրը աղջիկ շփվում են իրար հետ, ուրեմն այդ հունանը չեր ստիպի, որ Լեոյից հեռանա։ Այո, ճիշտ այդպես։ Չգիտեմ, ես այդ մարդուց զզվում եմ, տանել չեմ կարում, պապի։ Ես նույնպես։ Բայց ինչ մեղք կստացնեմ։ Ես տպավորություն չստացա, թե հունան ուզում է վնասել Լեոյին։ Դե պապ, որովհետև ինքը իր անելիքը արել է։ Ու հիմա պետք է հանգիստ նստի ինչ-որ մի անկյունում, որ ոչ մեկ ոչ մի բան չհասկանա։ Լեոն պետք է դուրս գա այս իրավիճակից։ Ու մենք պետք է օգնենք իրան այդ հարցում։ Դավիթ, Էդ ուր գնացիր մտքերով, չես լսում ինձ։ Պապի, իսկ դու այն ավոյի ասածների մասին մտածել ես։ Չեմ մտածել, չեմ էլ ուզում մտածեմ։ Ասում եմ, կարող է,
ճիշտ է ասում։ Կարող է իրոք papan պարտքեր ունեցել, որի մասին մենք չենք իմացել։ Պարտքեր, որոնք փակել է Ավոն։ Ավոյի խոսքերի ազդեցության տակ ես մնացել։ Ես Ավոյին էլ եմ լավ ճանաչում։ Ռաֆոյին էլ։ Նրա բան չասի, դու հաստատ Ավոյին ինձանից լավ գիտես։ Ու նաև Ավոյի ասածները հալած յուղի պես ընդունել էլ պետք չի, հետ էլ գիտեմ։ Բայց դե մտածում եմ, ոնց կար այդքան սուտ ասի, ոնց կար ոտի վրա այդքան խափի։ Վայ Ավո, բայց ինչ բախտ ունես։ Ուզեի ես բան չէի սարքի, գիտես։ Այս սրանից հետո հաստատ մակունցներին փորը կտաս Մանուշակ ջան։ Բայց կարողանան ստացվի, որ էլ դրանց դու չվերադառնաս։ Կանք նստի ավտոն սրան ճամփեմ խոսանք։ Լուրջ։ Մտածում ես այսքանից հետո մեքենատ կնստեմ։ Սրա հետ շփվելուց հետո քեզ առնվազն մի շաբաթ պետքա ժավելի մեջ պահել։ Եկել էի հետը խոսայի ճամփեի գնար ասեի, որ մեր մեջ վсё։ Ամեն ինչ վերջացած է։ Չնայած ինչի էր սկսել, որ մի հատ էլ վերջացավ։ Ականք ինքը իմ համար ոչ մեկ է, ինչ է, սենց ծանր տանում է։ Ոնց դու իմ համար։ Մի խափի դու ինձ սիրում ես։ Զզվում եմ քեզնից։ Ու ինձնից էլ հետը։ Ցավում եմ, որ մերոնց չլսեցի ու կյանքս հետդ կապեցի։ Բայց ոչինչ։ Սխալներն ուղղելու համար են։ Վերջ։ Քոննա։ Օգտագործի։ Մանան։ Չես վազում կնոջդ հետևից, հանկարծ բաց չթողնես համեստիդ։ Ստեղ մոտակա կանգառում կանգնիկ իջնեմ։ Այ բալա, կարող է գիտես հոպարդ գծի տակ տրանսպորտ ակշում։ Կանգառում կանգնելը որս է։ Ուր պետքա կտանը դու հեշտ չնեղվես ու չհուզվես։ Իսկ եթե Գրիգորին է պատճառը, հենց հիմա հետ կգնամ ու դրա վիզը վրից կփոկեմ։ Կարող ես սուս մնաս։ Հետո վեր հետինը։ Սիրացնա։ Ռասայի մարդ, բթամ դու կարող ես քեզ պահես, կնիկ պահես, մի հատ էլ վրեն սիրած ես պահում։ Մարդ մի բան չանի, մի անգամից սովորում են։ Բայց դե ամեն մեկը ինպես չի։ Ես որ մի բան անում եմ, ձևերը լավ գիտեմ, լավ եմ անում, հետո կարում եմ տակից դուրս գամ, հոպար ունես, աշխարհը չունի։ Լիս ինչքան ես սենց խոսալու, չես գում, որ ներվայնացնում ես։ Ու դու լեն մտքին ես, որ պետք է մենք դրանց հախից չգանք, հա։ Գոնե այսքանից հետո ուշքի արի։ Մի հատ աչքի տեսածին հավատալ, մի հատ թես։ Խելքի եկեք, արա էս ինչա, հոպարը որ մի բան ասում է, լսեք։ Կլինի ստեղ միտեղ կանգնես, տաքսի կկանչեմ կգնամ։ Վայ կանգնի իջնեմ։ Փաստորը դու հասցնում ես։ Գրիգորիին մեղադրել պետք չի։ Լուրջ։ Հեշտ ես ասում, եթե մի պահ թուլանամ, ուղղակի կխելագարվեմ։ Խելագարվելու ժամանակ չի, սթափ դատիր։ Դու գիտես, որ այս պահերին ես չեմ կարողանում սթափ դատեմ։ Քեզ համար ահավոր մեծ խնդիրներ գլուխ կբարձրացնեն այն պահից, երբ այդ հորեղբայր կոչվածը Բերյանը բացի։ Չգիտեմ, ասեց, որ ոչ մի բան չի ասի։ Ու դու հավատացիր։ Իրականում չեմ հավատացել ու ընդհանրապես այս պատմության մեջ իրար շատ հակասող պահեր կան։ Իմ համար ընդհանրապես նորմալ չի, որ ինքը չի ուզում, որ այս ամեն ինչը բացահայտվի ու Վովայի մասին իմանան։
Ավելի լավ քեզ համար։ Չգիտեմ, մենք որոշել ենք, որ հանդիպենք։ Ինձ թվում է, որ այս հանդիպումից արդեն ամեն ինչ պարզ կլինի։ Դու միայն խոճապի մի մատնվիր, մի խառնվիր իրար, որ Վովայի մոտ կասկածներ չառաջացնես։ Ախպերս, բայց դու քեզ մի քիչ խնայելով պարապի, էլի։ Սա օրենքի պես։ Մենակ ես չեմ հասկացել, հա, որ ախպերս գլուխա պահում։ Կամաց խոսա, որ լսած կներվենանա։ Վով, բայց ես տենց էլ չհասկացա Ավոն հետդ ինչ է խոսացել։ Գիտես, ես եմ հասկանում։ Բայց ինչ էր եկել։ Լեո, ես քեզ մանրամասն բացատրել եմ ինչ ենք խոսացել, բայց նենց չի, ես հավատում եմ։ Շատ վատ է, էլի, կասկածելու տեղիք է տալիս։ Կներես, որ սենց եմ ասում, բայց հոպարը շատ տարօրինակ մարդ է։ Նախ ինքը իմ հոպարը չի, տարօրինակի մասով էլ համաձայն եմ, աշխարհի տարօրինակն է։ Ուղղակի մեկ-մեկ իրան նենց է պահում, չես հասկանում, ինքն է սխալ, թե դու։ Բայց այսքան ժամանակ ինչի ձեր կողքին չի եղել։ Դե ինքը իր ձևով ամեն ինչ մեզ ներկայացնում է, բայց դե այն ինչ պետք է մեզ, մենք գիտենք։ Չնայած որ այս վերջի ելույթներից հետո լավ մտքերի մեջ է գցել մեզ։ Գիտես, մոռացա կնոջդ խոստանալ։ Ինչ։ Դե որ քեզ խնամքով կվերաբերվեմ։ Լսի դու ինչ ես լստե։ Իսկ որտեղ լինեմ։ Հերու ախպեր, ինձնից հերու ինչքան կարաս չես ֆայմում, կամ որ կնիկս եկավ խիչը հելար գնաս, ինչ էիր մնացել։ Պաստորին առաջարկում ես փախչել, բայց այսքան ժամանակ չհասկացար, որ ես նման մարդկանց չեմ պատկանում։ Բա որ մարդկանց ես է պատկանում, տուն քանդողներին, հա։ Խնդրում եմ նախադասությանդ մեջ ուշադիր լինես։ Ես քեզ ուժով չեմ բերել իմ կյանք։ Հա հասկացանք, ասենք լավ էր ամեն ինչ, հաճելի էր, բայց վերջ այսքանով վերջացավ, հաջողություն գնա։ Էլի որ, բայց առանց չափդ անցնելու։ Ես թույլ չեմ տա։ Ոչ դու, ոչ կինդ ինձ վիրավորեք։ Իսկ հիմա վազիր կնոջդ հետևից։ Հանկարծ բաց չթողնես։ Հիվան դնարա։ Ուրախացա, որ զանգեցիր, կանչեցիր։ Այնքան վատ էին ար, որ մենակ մնայի կգժվեի։ Լեա, այնքան վատ ես եղել, որ քո կամքով ինձ զանգել կանչել ես։ Մենակ աղաչում եմ ոչ մի հարց չտաս։ Նար։ Այս նորություն ունես ու ինձ չես ասել։ Լեա, դե երբ ասեի, այնքան խառն էինք, համ էլ անտակտություն կլիներ, որ այդ մասին խոսեի քո հետ։ Շնորհավորում եմ, արևս։ Ես քեզ մեծ երջանկություն եմ մաղթում։ Դու շատ ճիշտ ընտրություն ես արել։ Դավիթը շատ լավն է։ Լեա, Լեոնն էլ է շատ լավը։ Իրենք բոլորն էլ լավն են։ Օրինակելի ընտանիք են։ Ուրեմն ասա ինչի մերժեցիր Լեոին, ինչի բաժանվեցիք։ Չասես, որ չես սիրում, Լեա, չեմ հավատալու։ Խոստացար, որ հարցեր չես տա, չէ։ Նեղվում եմ, ուզում եմ քեզ օգնած լինեմ։ Լեա, ոնց տեսնում եմ, հաց էլ չես ուտում։ Գոնե գնամ քո համար սուրճ դնեմ, իրար հետ կխմենք։ Յո։ Ինա հլարիտը սով է եկել։ Բրա ավեշ ունեմ էլի։ Մեր կորած մոլորված տղեն է եկել։ Լույս քեզ տեսնողին ես ուր էիր։
Դեմդ կանգնած եմ, Հերիկ չի ման։ Անհամ կատակների ժամանակ չի։ Օրլավ ոնց որ դատարան մտածել եմ, Հերիկ հայել է երկու կողմից վրա եք տվել որ ինչ։ Ատենց արիք որ այն աղջիկը լավ գնաց այս տնից։ Այդ աղջիկը այս տնից գնաց, որովհետև դու դրսում սիրուհի ունեիր։ Տղա ջան, դու մի կին էլ չես կարողանում պահես։ Հələ մի բան էլ մենք ենք մեղավոր։ Չգիտեմ, չեմ կարող առանց մանանի։ Չես կարողանում, ուրեմն քեզ նորմալ պահեիր։ Ոչ թե մտածեիր, որ տանը պիտի կին ունենաս, դրսում էլ սիրուհիներ։ Բա, այդ առումով ես իդեալական ամուսին եմ, տղա ջան։ Գոնե ինձնից օրինակ վերցրե։ Հա, այս հարցում բան չեմ կարող ասել, ճիշտ է։ Ախպեր լավ լուրջ հավես չունեմ էլի արդեն։ Բա, մեր հավեսը չունի, հա։ Սերը խեղդում է։ Արա ես ինչ վատ եմ, արա։ Այսօր նորից գնում ես։ Ասում եմ էլի։ Սերը խեղդում է, գնում է որ տեսնի։ Տեսել եմ մնաց չի ուրախ էի որ տեսա։ Այն հորող որ հետեր են ապոյի։ Այդ ավոյի անունը որ լսում եմ, ներվերից չգիտեմ ինչ անեմ, ոնց կարելի էր ավոյի աղբոր աղջկա հետ նույն հարկի տակ ապրել։ Մի մոռացի, որ քույրը տարիներ շարունակ մի հարկի տակ այդ ավոյի հետ ապրում էր։ Դու ինչ որ շատ չես ըստ վերջերս քրոջ ես կպնում։ Բարև ձեզ։ Բարև Օլգա ջան։ Ոնց է ցավը տանեմ։ Ոչի չէ որ դույով եմ խոսում։ Այդ դուքով խոսալը չեմ սիրում, ես այդ ձևական բանը չեմ սիրում։ Չնայած անցած անգամ այնց խոսացինք, էլ դույով, էլ դուքով, սա խառնել ենք իրար։ Մի րոպե, ցավը տանեմ մի հատ դու ինձ լսի, որովհետև ես միջև հոգուս խորքը վիրավորված եմ։ Օլգա ջան, հորը տարիքի մարդ եմ։ Համարյա 50 տարեկան մարդ եմ, բայց կյանքում ոչ մեկին ձևի համար խապած չկամ։ Փաստորեն նեղվել եք, հա, որ կանչել եմ հանդիպման։ Այս հանդիպումը մեզ պետք է, օդ ու ջրի պես։ Ու մի հատ էլ ուզում հասկանամ, ինչից ես ենթադրել, որ ես քեզ խաբել եմ։ Ուղղակի ինձ համար շատ անհասկանալի է ձեր դիրքորոշումը։ Ես չգիտեմ դուք առհասարակ ինչի եք հայտնվել ու ինչ ակնկալիքներ ունեք։ Ասել եմ։ 1000 անգամ հարցրել ես, 1000 անգամ պատասխանել եմ, բայց 1001-րդ անգամ էլ կասեմ։ Իմ ընտանիքը սկսել է ինձ մեղադրել, հասկանում ես։ Ինչպես միշտ մեղադրանքները գցում են իմ վրա։ Ասեցի մի հատ փորձեմ, հետաքրքրվեմ, հասկանամ, աղբորս բալեն, ողջ է թե չէ։ Հենց էլ Աստծո հրաշքով ողջ էր։ Աստծո հրաշքը երկար սպասեցնել չտվեց։ Վովան իմ տղեն է ու իմ շնորհիվ է, որ փրկվել է ինքը։ Ես այդքանը հասկանում եմ։ Շատ լավ եմ հասկանում, ցավը տանեմ։ Ես չեմ ուզում, որ իրանք իմանան ու հորս գլխավորությամբ այդ երախուն գողանան։ Պետք է այն դեպքում, որ տարիներ շարունակ չեն մտածել ու չեն հետաքրքրվել այդ երախով։ Եկա ես Դավիթ պապիս նման անտարբերություն չեմ պատկերացնում։ Ինչի պետք է ինքը ինձ խաբեր ու ասեր, որ երկար ժամանակ երախուն փնտրել են։ Հայ ցավը տանը։ Ես քեզ արդեն ասել եմ, մեր առաջի հանդիպանն էլ անընդհատ ասում եմ։ Ռաֆիս հետ այդ դեպքը որ եղավ, մենք սաղս զբաղված էինք Ռաֆով։ Հերս իրան կորցրել էր Ռաֆի հետ կապված, բայց ես տեղը չէի գտնում։ Ասում էի այ հեր, բայ երեխեն, բա Ռաֆիս ձակը, ոնց անենք, ցավը տանեմ։ Այն երեխեն մնացել է Ռուսաստանի հիվանդանոցներում, փողոցներում։ Հերս լսում էր, հերս ուզում էր լսել, թորան անուն էր լսում, տունը կռիվ ու պատերազմ էր սարքում։ Ես չէի կարող, այդտենց ապրել եմ։ Ես չեմ հասկանում, թե ում հավատամ։ Այդ հիմայա ցավը տանը, որ մեծացե սենտիմենտալ է դարձել։ Հիշելա, որ Ռաֆը երեխա ունի։ Քո մոտ էլ կարա աչքերը լցնի, սուտ ձևանա, չեն ամաչում։ Ես իրանց տեղը ամաչում եմ։ Բայց դուք էլ չեք եկել երեխու հետևից։ Նենց որ ձեր հորը մի մեղադրեք։ Հայ ցավը տանեմ, ես ասել եմ, էլ ինչքան ասեմ։ Անցած անգամ էլ չասեցի։ Ռաֆիս հետ կապված այդ խնդիրները, պարտքերը, պարտքատերերը ընկած իմ հետևից ինձ ահաբեկում էին, որ կվնասեն թե ինձ, թե իմ ընտանիքին, չէին թողնում ես երկրից դուրս գնայի։ Ես պետք է աշխատեի, որ այդ փողերը փակվեի, այդ պարտքերը տայի, որ մատը Ռաֆիսեն մյուս 3 երեխեքին չվնասեին։ Ու ես այդքան պարտքերի մեջ խրված, իմ ձեռը որտեղից փող, ինչ ճար ունեի, որ մի հատ էլ գայի հասնեի Մարկիս հետևից։ Վովա, իմ տղու անունը Վովա է։ Ու ինձ թվում է դուք այնքան բարոյական կգտնվեք, որ կլռեք ու ձեր ընտանիքի անդամներին այս մասին ոչ մի բան չեք ասի։
Բայց ցավը տանեմ, ես տենց սրբապղծություն չեմ անի։ Դու հանգիստ եղի, քեզանից շատ ես էլ եմ տենց ուզում, որովհետև այդ երեխուն հերս գիտես ինչ կանի, քեզանից կզրկի։ Այդ երեխուց կարոտ կմնաս, հավատա, ինքը կարա անի այդ ամեն ինչը։ Մեկը ես Դավիթ պապից նման բան չեմ սպասում։ Դավիթ պապին այդ կերպարը չի։ Ցավը տանեմ, ինչ լավ է որ դու ես բարի ես մտածում, ինչ միամիտ ես։ Դու իմ հորը ամենաշատը 5 անգամ տեսածն ես։ Ես դրա 50 տարվա տղեն եմ։ Ես նահապետական վարքերն ու բարքերը շատ լավ գիտեմ, ինչերի է պատրաստում։